Գարեգին Տեր-Հարությունյանը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևանի նահանգի Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը և մնացել մոր տիրուհու խնամքին։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական ծխական, այնուհետև Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցներում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ 1906 թվականին Ռոստոմի Ստեփան Զորյանի օժանդակությամբ մեկնել է Բուլղարիա, այնտեղ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը։ Այն հաջողությամբ ավարտելով 1907 թվականին ստացել է ենթասպայի կոչում և վերադարձել Հայաստան։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո 1918 թվականի վերջին Նժդեհը Հայաստանի կառավարության կողմից նշանակվում է կապիտան, Գարեգին Նժդեհը նշանակվում է Նախիջևանի զինվորական ղեկավար, ապա Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից Կապանի, Արևիկի և Գողթանի ընդհանուր հրամանատար։ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարից հետո Զանգեզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին Կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մենակ մնալ Սյունիքում և հռչակվում է Լեռնահայաստանի սպարապետ և մենակ չի թողնում լեռնահայությանը։ Նա լքել է Զանգեզուր իշխանությունների կողմից իր աշխույժ ստանալուց հետո, միայն ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինագիծներով անցել է Պարսկաստան, այնտեղ 4 ամիս մնալուց հետո հեռանում է Բուլղարիա։ Նժդեհը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին, 69 տարեկան հասակում, Վլադիմիրի բանտում։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ավանգարդ թաղամասում կառուցվել է Նժդեհի արձանը, որը նախաձեռնել էին Արարատի շրջանի մի խումբ երիտասարդներ, ովքեր Գորիս են եկել հենց այդ նպատակով։ Նախագծի հեղինակն է Սևադա Զաքարյանը։ Եվ արդեն 1990-ից 1991 թվականներն ընկած ժամանակահատվածում էլ կառուցում են հուշարձանը, և հուշարձանը հենց Սյունիքում կառուցելու խորհուրդն այն է, որ Նժդեհը պայքարեց մինչև վերջ, որ Սյունիքը լինի Հայաստանի կազմի մեջ։ Նժդեհը եղել է ազգապաշտ, արևապաշտ, լուսավոր մարդ, գաղափարախոս, առաջնորդ և նրա կիսանդրին դրվեց արևի շողարձակող սկավառակի մեջ։ Հետագայում Նժդեհը հայրենիքից իր հեռանալու մասին այսպես է ասում. Հայաստանից հեռանալիս հետ սեմառել Արաքսի հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին, իմ միակ վարձատրությունը, Ջավալ Փաշայի դաշույնը, իմ միակ պատերազմական ավարը, երբեք պարտություն չտեսած սյունյաց դրոշակը, թող դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին հայկազյան բառարան, իմ միակ մխիթարանքը տարագրանքի մեջ։